1932 թվականից է սկսվում ոսկեվազի գինու գործարանի պատմությունը։ Հայրենականս հաջողակ բիզնեսի խորհրդանշական տանիքի տակ էլ հավաքվել են ֆինանսական աշխարհի և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ ՀՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները խորագիրն ունի համաժողովը, որին մասնակցում են ոլորտի 280 մասնագետ։ 2024 թվականի տվյալներն է ամփոփում Հայաստանի բանկերի միության նախագահը։ Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6.4 տրիլիոն է, որից 3.1 տրիլիոն դա բիզնեսին տրված վարկերն են։ Այդ 3.1 տրիլիոնի ուղիղ կեսը 1.6 հենց փոքր եւ միջին ձեռնարկություններին տրված վարկերն են, մոտ 25% ամբողջ վարկային պորտֆելի, որը մեր կարծիքով վատ ցուցանիշ չէ, բայց ինչքան այդ ցուցանիշը շատ լինի, ինչքան փոքր եւ միջին ձեռնարկությունները շատ լինեն եւ իրանց հնարավորությունները ավելի մեծ լինեն, դա բոլոր կողմերին ձեռնտու է։ Հայաստանում տարեցտարի էլ ավելի վստահելի եւ ամուր են դառնում ՓՄՁ բանկետ փոխհարաբերությունները, առանց որոնց անհնար է պատկերացնել նոր բիզնեսի ծնունդը։ Ես կարծում եմ, որ ոչ թե բանկերի միսիան միայն նրա մեջ է, որ տան ֆինանսական միջոցներ, այլ համագործակցելով բիզնեսի հետ, բիզնեսին բերեն մի նոր մակարդակի, որը ավելի մրցունակ կսարքի հենց ինքը բիզնեսը։ Երկու ստեկ միմյանց հետ աշխատելով երկուսն էլ հարստանում են, այսինքն համ հարստանում են բանկերը հասկանալով բիզնեսի էությունը, համ էլ հարստանում են բիզնեսները, որովհետև բանկերի կարողությունները անհամեմատ մեծ են։ Արագ, ճկուն, հուսալի, փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը ID բանկի ֆինանսական քաղաքականության առանցքային կետերից է։ Բանկն ամեն անգամ նորարարություններով է հանդես գալիս, որպեսզի գաղափարը բիզնեսի վերածելը ել ավելի հնարավոր դառնա։ ID բանկում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված մի շարք ֆինանսական լուծումներ ունենք, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բիզնեսների կայուն աճը, ավելացնել իրենց հաճախորդներին, թեթևացնել բիզնեսների կյանքը։ Բիզնեսի համար լավագույն լուծումներ են QR վճարման հնարավորությունները, Rocketline թվային ապառիկը, Rocketline Zero-ի հետ միասին, ID բանկի բիզնես քարտերը, աշխատավարձային նախագծերը, ընկերությունների համար ընդլայնված հնարավորություններով, հաստատվան տրամադրման բարձրացված գործընթացով բիզնես վարկերը։ Իդեպ զարգացած երկրներում փոքր բիզնեսին է բաժին ընկնում երկրի հնայի գրեթե 80%-ը։ Հայաստանն էլ է շարժվում այդ ճանապարհով։ Ջերմոցներ, պահածոներ, գինիներ, բոլոր այս բիզնեսները մի ժամանակ ուղղակի գաղափար են եղել, որոնք ֆինանսական կազմակերպությունների եւ բանկերի հետ վստահելի գործընկերության շնորհիվ այսօր արդեն վերածվում են մեծ բիզնեսի, զարգացնելով ենթակառուցվածքներ եւ ճանաչելի դարձնելով հայկական արտադրանքը։